հիշեցնեմ հենց Նիկոլ Փաշինյանի թեզերը 18 թվականի։ Ինչ էր ասում։ Ասում էր, մենք ունենք փայլուն ժողովուրդ, կիրթ, խելոք, փայլուն ժողովուրդ, ունենք փայլուն երկիր, բայց ժողովուրդ ջան, դուք վատ եք ապրում, որովհետև այս նախկինները, այս թալանչիները, այս սա բարիկները տանում են, ձեզ փայ չեր անցնում։ 7 տարի անց ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում դուք վատ եք ապրում, որովհետև դուք թամբալ եք, ծուլ եք, փնթի եք, վախկոտ եք, 13,000 դեզերտիր։ Սա է, չէ՞։ 18 թվականի թեզերը եւ հիմիկվա թեզերը։ Եվ կոպիտ ասած կրթելու, լվալու կարիք կա այս ժողովրդին եւ կնոջ հետ լծվել են այդ գործի։ Ինչ է հիմա սա ասում։ Որտե ժողովրդի կյանքը չի լավացել, հակառակը վատացել է։ Հիմա այդ մարդիկ ընդունում են, որ տգետն ընդունում են, որ ձախողմանը։ Ինքը ինչ որ ձևի պիտի չարդարացնի ձախողումները։ Հիմա ինքը այդ մեղքը գցում է ժողովրդի վրա։ Ասում է, ես չէ։ Ասում է, ինձ ուղղակի վատ ժողովուրդ է փայլել։ Իրականում գործարանային դեֆեկտ ունեցող ղեկավարն է։ Ես այս երկիրը ղեկավարել եմ 98-2008 թվականների։ Փայլուն ժողովուրդ, աշխատող, աշխատասեր, եւ դա եղել է մեր մրցակցային առավելությունը։ Ոչ մեր աշխարհագրությունն է, ոչ բնական պաշարներն է։ Հին ու նորի մարմնավորումը մենք ստացանք հենց այդ ընտրությունների ժամանակ։ Առաջին նախագահը ցուցակում չկա, բայց ամբողջ քարոզարշավը Վանեցյան երկինքն էր տանում եւ առաջի ջութակն էր քարոզարշավի ու ես։ Իհարկե այն ժամանակ այդ ընկալումը հին ու նորի ավելի սուր էր եւ այդ պատկերը ամբողջական արտահայտվեց։ Ես պիտի խնդրեի այդ պատկերը ստանանք։ Այո, երրորդ նախագահան կտրուկ դեմ էր ընտրությունների։ Ես կողմ էի, ես ասում էի, չի կարող ընդդիմությունը ասել ընտրություն չեմ ուզում։ Հակառակ դեպքում հասկանալի չի, ես այդ ամբողջ քաղաքական պայքարի այսպես տրամաբանությունն է դրա մեջ։ Եվ այն ժամանակ ինքը ասեց, որ ինքը իրենք չեն մասնակցելու հանրապետական կուսակցությունը, բոլոր մյուս մասնակիցները ասել են մասնակցելու ենք։ Այդպիսի խոսակցություն իրականում մոտ մեկ շաբաթ առաջ ես մամուլից իմացա, որ հանրապետական կուսակցությունը որոշել է մասնակցել։ Հսկայական լարվածություններ էր երկրի ներսում։ Դրա ինդիկատորները կային։ Եվ Էլեկտրիկ Երևան կար, եւ 16 թվականներ, եթե չեմ սխալվում, գնդի զավթումը 3 զոհ։ Ես այն ժամանակ նաև հրապարակային ասացի, դա տեղին քարտ է։ Տրիգերը եղավ, երբ երրորդ նախագահան ընտրվեց վարշապետ։ Ակնհայտ է, չէ՞, որ տրիգերը դա էր։ Մստի հարց է առաջանում, իսկապես ոնց եղավ, որ դուք չգնահատեցիք իրական լարվածության աստիճանը։ Հնարավոր էր խուսափել, թե հնարավոր չէ։ Ես համոզված եմ, որ հնարավոր է։ Եվ հիմա այդ անխուսափելիությունը փորձում են հիմնավորել հետևյալը, որ չեն կարակելու ժողովրդի վրա, սա է։ Իսկ ինչի հանգուցալությունը դուք տեսնում եք միայն կարակելու մեջ։ Ընդհանրապես պետք է փորձել իրենց շրջանակներից գտնել մի մարդ ընտրել, դուք ունեք մեծամասնությունը խորհրդարանում, մի մարդ, որը պինդ նաև բնավորություն ունեցող մարդ, ամուր մարդ, 150,000 հանրապետականներից ընտրել այդ մարդու եւ փորձել վիճակը հանգստացնել։ Այո, տարանջատումը կա։ Ես մի շարք քայլերի հետ համաձայն չի, եւ քանի որ կար նաեւ ընկալումը, որ ամեն ինչը մենք միասին ենք անում, իմ հարցազրույցները արդեն նախագահությունից հետո ես տալիս էի նրա համար, որ այդ ընկալումը չի լինի։
Ինչու եք դեմ impeachment-ին։ Մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Իհարկե, եթե հարցը այնպեսին է լինի, որ սրանցից ազատվելու համար պետք է ձևավորել բանը կոալիցիան, այո, պետք է ձևավորվել։ Բայց ընտրությունների գնալը ես չեմ տեսնում այս պարագայում միասնական ինչ-որ մի լայն դաշտով ընտրության գնալ չի ստացվելու։ Հարաբերությունները պետք է վերականգնել գործընկերային ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ իհարկե ես մեկ անգամ դա հայտարարել եմ ներառել նաեւ Իրանի գործով։ Իրանը եւս մեզ համար իհարկե բարեկամ երկիր է։ Հիմա հապկ եք ասում, ասած մի անգամից այդ Լուկաշենկոյի պատկերն են կապվում հապկի հետ, հապկը մեզ չօգնեց։ Դու հապկի ողնաշար երկրի հետ դու այդ հարաբերությունները փչացնում ես, հետո ասում ես հապկը չօգնեց։ Թուրքիայի ամբիցիաները աճում են եւ այդ ամբիցիաների աճը որոշակի սպառնալիք է մեզ համար։ Ու խոսքը չի գնում նրա մասին, որ մենք արհեստական ձևով սկսենք սրել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Իհարկե ոչ։ Դուք կարծում եք որևէ մեկը լուրջ մտածում է, թե Արարատ սարը, ասենց Արարատ սարի վրա մենք աչք ունենք, հա մեզ համար սիմվոլ է, մեր ազգային ինքնության մի մասն է, բայց դա չի նշանակում, որ մենք նման կարգի ծրագրեր ենք ունեցել։ Այդ կարգի ավանցյուրիզմը ոչ չէր տարա։ Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործը։ Սա ֆենոմենալ է։ Ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն։ Օրինակ Անիֆի բանը դուք հիշատակեցիք։ Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով։ Հարկատուների կողմով։ Հետո ստեղծել օֆիս։ Ընկեր Արազատ Խանամի բանման ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում, 2 ամիս այդ փողն անհետացել։ Այս մարդը Դեվիդ Կոպերֆիլդն է։ 100 միլիոն դոլար։ Հիմնադրամից փոխանցվել է բյուջե եւ անհետացել։ Հիմա դուք ուզում եք ասել, որ 65 միլիոն դոլար կարա ցնդի ուղղակի եւ առաջի դեմքը դրա հետ առնչություն չունենա եւ այս ամենը բացահայտվելու է 1 տարի հետո 2-ից 4 ամի ժամանակա պետք լինելու որ շոու դառնա ուժի ձև Պարզվեց որ իմ ունեցվածքը 4 միլիարդ չի որը մոտավորապես 2009 թվականից թե 10 թվականից շատ ակտիվ ֆսկայական մի քարոշչա մեքենա փորձում էր ներդնել մեր մարդկանց ուղիների մեջ մեր ժողովուրդ այն գույքերը ինչ որ իրենք սա հրապարակել են այն ժամանակ եւ սկսել է դա հայկական ժամանակ դրանցից գրեթե ոչինչ այս դատահարության հայտի մեջ չկա կա միայն այն ինչ գրանցված է կադաստրով սեփականության իրավունքով ամեն ինչ